Բարև ձեզ, ջրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Պարիքշիտ Մահարաջի հարցերը։ Ինչու հենց այնպես մեխանիկորեն չկարդացինք եւ չանցանք, որովհետեւ նրա հարցերը ընդհանրապես խոսում են այն արժեքային համակարգի մասին, որը առկա էր արիացիների քաղաքակրթության մեջ։ Այսինքն, որպեսի մարդը ինչ-որ թեմայից հարց տա, ինքը պետք է իմանա, որ կա այդպիսի թեմա։ Եվ մենք տեսանք, որ արիացիները իրենք խոսում են տիեզերքի մասին, մոլորակային համակարգերի մասին, ժամանակի մասին, նյութական աշխարհի կառուցվածքի մասին, նրա հոգեբանական կառուցվածքի մասին, այսինքն գոյավիճակների տեսության մասին, Գերագույն Աստծո անձնավորության մասին, նրա դերի մասին նյութական աշխարհում, թե ինքը ինչպիսի ֆունկցիաներ է կատարում, ինչպես է համագործակցում նյութական աշխարհում ապրող կենդանիակների հետ, ինչպես է վերաբերվում նրանց եւ այլն եւ այլն։ Եվ հաջորդ թեման, որի շուրջ Պարիքշիտ Մահարաջը ինքը հարցեր տվեց, ինքը հնչում էր այսպես. պատմիր ինձ արարչության սկզբնական տարերի մասին, քանիսն են, ինչ ծագում ունեն, ինչպես են զարգանում, ինչպես նաև նվիրված ծառայության ուղու եւ մեթոդի մասին, որոնք թույլ են տալիս զարգացնել գերբնական ուժեր։ Ինչ ուժեր են ձեռք բերում մեծ միստիկները եւ ինչի են նրանք ի վերջո հասնում։ Ինչպես է կատարելության հասած միստիկը խզում կապը նուրբ աստրալ մարմնից, որն է վելայական սուրբ գրությունների, մասնավորապես պատմական տարեգրությունների եւ Պուրանաների իմաստության էությունը։ Ուրեմն հաջորդ թեման, ինչպես մենք տեսանք, դա գերբնական ուժերն են։ Մենք արդեն ձեզ հետ բազմիցս խոսել ենք գերբնական ուժերի մասին, դուք ինքներդ շատ լավ հույսով եմ տեղյակ եք, որ ես ուրեմն ինքս զբաղվում եմ էզոտերիկայով եւ զբաղվում եմ հենց այդ պատճառով եւ ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ հանգիստ, թեկուզ եւ հոգեվոր, ոչ թե միայն ուղակի կրոնականություն էր, այլ հոգեվոր կայսրություն էր, որտեղ ամեն մի անհատ ապրում էր հոգեվոր կյանքի օրենքներին համաձայն, այսինքն այնտեղ ոչ մեկ ոչ ծիսակատարություններն էր խախտում, ոչ էլ բարոյականության օրենքները։ Բոլորը հետևում էին հոգեվոր կյանքի օրենքներին, հետևում էին խստորեն եւ շահագրգռված էին իրենց հոգեվոր զարգացման մեջ, չէ՞։ Եվ այն չնայած դրան, որովհետև մեր ժամանակներում մենք շատ լավ գիտենք, որ մարդկությունը ինքը ապրել է ինկվիզիցիայի դարաշրջան, չէ՞, որտեղ քրիստոնյաները իրենք անխնա վառել են այն ազնվորություններին, ովքեր որ ունեն գերբնական ուժեր։ Ես այդ իրադարձությունների շուրջ ունեմ իմ սեփական կարծիքը իհարկե, որը չեմ կարող հրապարակել, որովհետև ահռելի քանակությամբ ագրեսիա հրավիրեմ իմ վրա, կարծում եմ, որ ինչքան որ ագրեսիա կա, դա բավական է մի հոգու համար։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞, եւ մենք տեսնում ենք, այսպես հատկապես քրիստոնյայի համար շատ անսովոր մի իրադրություն, որտեղ հոգեվորական մարդիկ իրենք շատ հանգիստ ընդունում էին գերբնական ուժեր ունեցող անձնավորություններին եւ ոչ միայն ընդունում էին, այլ իրենց հասարակության մեջ կրոնական հոգեվոր կյանքի փուլերից մեկն էր այն փուլը, որը ինքը ավտոմատ տալիս էր գերբնական ուժեր։ Հա, եւ Պարիքշիտը հիմա հարցնում է, թե ինչի են հասնում այդ գերբնական ուժեր զարգացած բրահմանները։ Ասենք, եթե մենք ընդհանուր առմամբ վերցնենք, Պարիքշիտ Մահարաջին այս հարցը հետաքրքրում է մի պարզ պատճառով։ Ինքը Պարիքշիտ Մահարաջը նվիրյալ է։ Մենք բակտի յոգայով զբաղվողները իրենք կոչվում են նվիրյալներ, այսինքն նրանք, ովքեր որ նվիրված ծառայություն են կատարում Գերագույն Աստծո անձնավորությանը։ Անում են դա, որովհետև ճանաչում են Աստծուն
եւ որովհետեւ ճանաչում են իրան, շատ խորը սիրո զգացմունք ունեն նրա հանդեպ։ Եվ ուրեմն, սիրելիներս, մենք այստեղ տեսնում ենք, որ այդ Պարիքշիտ Մահարաջը ինքը այդ հարցը տալիս է, որովհետև իրականում ինքը հասկանում է, որ ինքնաիրականացման ճանապարհով գնալու համար կենդանեակները ընդունում են երկու ուղի։ Առաջինը դա նա է, որ կենդանեակը ինքը հույս է դնում իր սեփական ուժերի վրա։ Երկրորդը դա նա է, որ կենդանեակը ինքը հույս է դնում Գերագույն Աստծո ազնվորության վրա։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ արիացիների քրոնականությունը ինքը բաղկացած է 4 փուլերից, չէ՞։ Առաջինը կներեք, բայց պիտի նորից կրկնեմ, առաջինը դա նյութական աշխարհի, ուրեմն նյութական կյանքի կարգավորումն է, երկրորդը հրաժարումը, երրորդը ուրեմն յոգան, որտեղ ազնվորությունը ինքը իրականացնում է գերհոգուն, եւ չորրորդը դա բակտին, այսինքն երբ որ ազնվորությունը ինքը միավորում է գերհոգու հետ իր մաքուր սիրո կարողությունը, այսինքն Աստված է դառնում նրա սիրո օբյեկտը, եւ որովհետեւ Աստված ինքը երբեք չի հիասթափեցնում նրանց, ով իրեն սիրում է, հա, ապա այդ պարագայում ուրեմն ազնվորությունը ինքը կարողանում է հասկանալ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը երբեք չի չարաշահում որևիցե մեկի սերը եւ միշտ անում է ամեն ինչ, որպեսզի այդ սերը երբեք չհանգչի եւ երբեք աշխատում է անել ամեն ինչ, որ չհիասթափեցնի կենդանի էակին։ Նույն բանը փորձում են անել այն կենդանեակները, ովքեր որ ապրում են հոգևոր աշխարհում։ Եվ ուրեմն, հիմա տեսեք, երբ որ մենք խոսում ենք արիացիների ճանապարհի մասին, չէ, ապա ինքը գալիս է այսպես։ Երբ որ պետք է կարգավորել նյութական կյանքը, այսինքն հրաժարվել տառապանքից եւ հաստատվել նյութական երջանկության մեջ, կենդանեակները իրենք ընդունում են եւ Աստծո օգնությունը եւ կիսաստվածների։ Գալիս է ժամանակը հրաժարվելու, հա, եւ կենդանեակը ինքը հենվում է իր բանականության ուժի վրա։ Այսինքն ինչ է անում ինքը։ Ինքը վեր է գնում, թողնում գնում անտառ, հա, վեր է գնում, թողնում գնում անտառ եւ այդտեղ ժամանակ է անցկացնում աշխարհի մասին մտածելով, փորձելով հասկանալ աշխարհը, փորձելով հասկանալ, թե ով է ինքը, ինչի համար է այս աշխարհը արարված, չէ՞, սա գյանա, սա գիտելիք զարգացնելու, հասկացողություն զարգացնելու գործընթացն է։ Եվ այստեղ, այո, ազնվորությունը ինքը կարող է ուրեմն այդ process-ը անցնել բացարձակ միայնակ, եւ այդ ժամանակ այդ process-ը ինքը տևում է շատ երկար, իսկ կարող է օգտվել այսպես կոչված հոգևոր ուսուցիչների, հա, եւ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության օգնության։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տրամադրում է գիտելիքը, հասկանում եք, ինքը տրամադրում է գիտելիքը եւ դա նշանակում է, որ ասենք ինքը պետք է բանանի, ասենք ինքը պետք է ուշադիր լինի, որպեսզի այդ գիտելիքը չաղավաղվի, հա, հոգևոր ուսուցիչները, այսինքն այդ process-ի մեջ կատարելության հասած ազնվորությունները, իրենք շատ մեծ ուշադրությամբ հոգ են տանում նրա մասին, որպեսզի հոգևոր գիտելիքը չաղավաղվի։ Եվ արեական քաղաքակրթության մեջ դա կոչվում է աշակերտական հաջորդականություն։ Շատ հետաքրքիր է, որ այդ աշակերտական հաջորդականությունում ներգրավված են ոչ թե աշակերտներ, այլ հոգևոր ուսուցիչներ։ Բայց այո, իհարկե, ցանկացած ազնվորություն, որը ինքը ձեռք է բերում հոգևոր ուսուցչի որակավորում, ինքը առաջին հերթին եղել է լավ աշակերտ։
եթե ինքը լավ աշակերտ չի եղել, ինքը երբեք չի կարողանա դառնալ ուսուցիչ, այսինքն երբեք չի կարողանա դառնալ գոնե հմուտ եւ իմացող անձնավորություն։ Ուրեմն, սիրելիներս, չէ, հիմա այսինքն այ անձնավորությունը ինքը կարող է, եկավ Գյանա յոգա, ինքը այդտեղ ընտրություն ունի արդեն, հենվել սեփական հնարավորությունների վրա, թե հենվել հոգևոր ուսուցչի վրա։ Երբ որ ինքը հենվում է հոգևոր ուսուցչի եւ Աստծո վրա, այսինքն ինքը գտնում է բնության մեջ, ինքը գտնում է այն իմաստուններին, ովքեր որ աշակերտներ ընդունում են։ Ինչու, որովհետեւ իմաստունները իրանք լինում են երկու տեսակի։ Իրանք լինում են նրանք, ովքեր մտահոգ են իրենց ուրեմն իմաստությունը զարգացնելու գործընթացներում եւ աշակերտներ չեն ընդունում։ Եվ լինում են նրանք, ովքեր որ ընդունում են աշակերտներ։ Եվ երբ որ իրանք ընդունում են աշակերտներ, իրանք տեսությունը իրենց աշակերտներին հրամցնում են։ Հեշտանում է ճանապարհը, ժամանակ է հնայվում, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն ազնվորությունը ինքը հնարավորություն է ստանում միանգամից ճիշտ գիտելիք ստանալով այդ ճիշտ գիտելիքի վրա մտածել։ Հաջորդ փուլը դա յոգան է։ Իրականում բոլոր փուլերն էլ ես արդեն ասել եմ, իրականում բոլոր փուլերը կոչվում են յոգա։ Կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա եւ բhakti յոգա, հա, բայց չգիտես ինչի մարդիկ հիմա յոգա են կոչում միայն խաթխան, չգիտեմ, այնտեղ բանը, ասենք, կունդալինի յոգան եւ այլն, այն ինչ որ այն մասերը, որոնք իրենք մասնատել են դհյանա յոգայից։ Եվ ամեն մեկը, ասենք, ձգտում է ինչ-որ մի հատ նոր բան անել յոգայի մեջ, դա միշտ խնդիրը գնում է նրա մասին, որ մարդիկ իրենք զբաղված են իրենց փառքը հաստատելու գործընթացներով, հիմնելով սեփական դպրոցները։ Իրականում հոգևոր կյանքը ինքը չի սիրում այդպիսի գործողություններ։ Հոգևոր կյանքում արժևորվում են նրանք, ովքեր որ պահպանում են գիտելիքը, այլ ոչ թե այդ գիտելիքին տալիս սեփական ինտերպրետացիաներ, հատկապես որ այդ բոլոր ինտերպրետացիաները տալիս են պայմանավորված հոգիները, հասկանում եք։ Եվ այդտեղ ասենք ինքը շատ կարևոր է, որ եթե ազնվորությունը ինքը գտնվում է նյութական գոյավիճակների ազդեցության տակ, ապա այո, եթե մենք սևը սպիտակով ենք խոսում, թող բոլորը ինձ ներեն, բայց այդտեղ արդեն սկսում է գործել, որ կարող է տանել մի կույրը մյուս կույրին բանաձևը։ Պարզ է, որ այդ ճանապարհը այդքան էլ երկար չի լինում։ Եվ ուրեմն այդ ինքը կոչվում է աշակերտական հաջորդականություն, թեկուզ նրա բոլոր մասնակիցները հոգևոր ուսուցիչներ են։ Եվ ամեն մեկը ինքը Իրանից առաջվա հեղինակության աշակերտն է պարտադիր։ Ուրեմն սիրելիներս, չէ, եւ հիմա մենք դες այդ տեսանք, որ արդեն երբ որ այդ իմաստություն զարգացնելու փուլը ավարտվում է, այդտեղ խնդիրը պետք է վերջնական խնդիրը ինքը պետք է լինի, որ ազնվորությունը ինքը հասնում է 100%-անի հրաժարման, այսինքն չի լինում նյութական աշխարհում ոչ մի օբյեկտ եւ ոչ մի թեմա, որի հանդեպ ինքը ունի ինչ-որ մի տեսակի կապվածություն, բացարձակապես։ Հասկանում եք, սիրելիներս։ Ուրեմն, պետք է հասկանանք, չէ, որ այդպիսի գործընթացը, ինքը ես արդեն ասել եմ, որ ցանկացած գործընթաց ինքը ունի երկու արդյունք։ Մի հատ նյութական, որը գալիս է առաջինը, եւ մի հատ հոգևոր, որը գալիս է երկրորդը։ Եվ գալիս է այն ժամանակ, երբ կենդանիակը ինքը ճիշտ է վարվում նյութական արդյունքի հետ։ Հիմա տեսեք, օրինակ եկավ իմաստության գործընթացը, այսինքն գյանա յոգայի ժամանակը, չէ՞։ Եվ մարդը ինքը զբաղվում է գյանա յոգայով, այսինքն զարգացնում է իմաստություն։ Որն է իմաստության նյութական պտուղը։ Իմաստության նյութական պտուղը դա փառքն է, հարգանքը, ոչ թե փառք, այլ հարգանքը։ Այսինքն այն ազնվորությունները, որոնք իրենք նույնպես ուզում են հասկանան
թե ինչ է կյանքը, ով է կենդանի էակը, այդտեղ հոգին ինչ է, էսը, չէ, այդ բոլոր թեմաները ինքնաիրականացման հետ կապված, չէ։ Ինքը ուրեմն հարգանք է տածում այն բոլոր իմաստունների հանդեպ, որոնց մոտ կարելի է այդ ամեն ինչը սովորել։ Կենդանի էակը շատ հաճախ ինքը սկսում է աշակերտներ ընդունել, որպեսզի այդ կարիքը բավարարի, որ ինքը ճանաչվի որպես իմաստուն եւ հարգվի որպես այդպիսին։ Որտեւ հոգեվոր ուսուցչի դիրքը դա միշտ այն դիրքն է, երբ որ ինքը ինքնաբերաբար, հասկանում եք, այսպես ինքնաբերաբար ունի իր աշակերտների հարգանքը։ Բակցի յոգայում նաև ունի ոչ միայն հարգանքը, այլ եւ սերը։ Եվ տեսեք, ասենք, չէ, հիմա, ուրեմն, այստեղ եկավ, հարգանք ունի։ Եթե ինքը այդ հարգանքը օգտագործում է նրա համար, որպեսզի իմաստության մեջ հաստատի իր աշակերտներին, այսինքն տեսեք, սա իրականում շատ դժվար ճանաչվելիք սիմպտոմ է, որտեղ կա երկու բան. ազնվորությունը ունի իմաստություն եւ ունի հարգանք։ Հիմա եւ ասենք ընդունում է աշակերտներ։ Եթե ինքը մարդկանց հարգանքը օգտագործում է, որ իմաստություն տա ու բերի հրաժարման, հա, ինքը ճիշտ է օգտագործում իր պրակտիկայի նյութական պտուղը։ Իսկ եթե ինքը աշակերտ է ընդունում եւ տալիս է գիտելիքը, բայց իր վերջնական նպատակը հարգանքը վաստակելն է, հա, ուրեմն ինքը վայելում է իր պրակտիկայի նյութական պտուղը։ Այսինքն իր գիտակցության մեջ ինքը դեռ նյութապաշտ է։ Այդ ժամանակ մենք անպայման պիտի տեսնենք, անպայման, որ այսպես նայենք, անպայման պիտի տեսնենք այդ սիմպտոմը։ Կոպիտ ասած, որ շատ կոպտացնեմ, էլի, որպեսզի ինքը սիմպտոմը պարզ լինի, չէ՞։ Մենք անպայման պիտի տեսնենք, որ ինքը միշտ չի, որ հրաժարվածի կյանքով է ապրում։ Չէ՞։ Օրինակ ասենք, մենք գիտենք, որ կարգավորված կրոնականությունը, որտեղ բաժանում են պաշտոններ, ես դա բազմիցս խոսել եմ դրա մասին, այդտեղ շատ հաճախ գնում են անձնավորություններ, որոնք իրենք ոչ կրոնի հետ կապ ունեն, ոչ էլ հավատքի։ Ուղղակի բոլորը գիտեն, որ ցանկացած եկեղեցի, եթե ինքը ընդունված է պետության կողմից, դա շատ հարուստ կառույց է եւ ազդեցություն ունեցող կառույց է։ Եվ տղամարդիկ շատ հաճախ իրանք գնում են այնտեղ, ոչ թե որովհետև հավատում են Աստծուն, ոչ թե որովհետև ինչ-որ հոգևոր աճ են ուզում, այլ գնում են նրա համար, որպեսզի այդտեղ կարիերա սարքեն, ինչի համար, որ ունենան շատ փող, իշխանություն եւ փառք։ Всё։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, չէ՞, հիմա շատ հաճախ այնպես չի, որ մարդիկ դա չեն հասկանում, որ ինչու համար, որովհետև իրենք հենց այդպիսի բաներ են կարողանում նկատել, որ օրինակ, ինչ-որ մի եկեղեցական, կապ չունի, որ կրոնի, դա բոլոր տեղերում է նույն բանը, հա, որ ինչ-որ մի եկեղեցական ինքը գալիս է այստեղ, քարոզում է, կրոնական արարողություն է կատարում, թվում է, որ ինքը իր, ասենք, իր պաշտոնի համաձայն, ինքը պետք է լինի հրաժարված, հա, այսինքն չպետք է ունենա ընտանիք, դա նշանակում է, որ ինքը չպետք է ունենա սեռական կյանք, չպետք է խմի, ծխի եւ այլն, չէ՞։ Բայց ասեք մարդիկ իրանք տեսնում են, որ ազնվորությունը ինքը այստեղ այդ լոլոն կարդաց, թողեց, իջավ, գնաց, դու պատկերավոր ասեմ, էլի, նստեց իր Ֆերարին եւ մեկ էլ իրան կարողա տեսնեն այնպիսի վայրերում, որ ասենք քահանայի հետ ոչ մի կապ չունի։ Հասկացաք, կամ հակառակը, ինքը կարող է ոչ միտեղ չգնա, հա, նու, պատկերավոր ասած, աղջիկներին պատվիրի իր տանը։ Դե, ասենք, եթե մի բան որ գիտի երկու մարդ, հատկապես մեր ժամանակներում, դա գիտեն բոլորը, չէ՞։
Եվ ասենք այդ լուրը ինքը սկսում է տարածվել, կամ ինչ-որ մի մարդիկ ինքը անապատում չի ապրում, չէ, ինչ-որ տան է ապրում, այդտեղ անպայման ինչ-որ մեկը կարող է ինչ-որ մի անգամ, երկու անգամ վկա լինի այդպիսի բանի, այսինքն ինչ-որ իրադարձություններ են լինում, որոնք իրենք մատնանշում են, որ այս անձնավորությունը ինքը նյութական նպատակներով է գտնվում հոգևորի տարածքում, հասկանում եք, չէ, հիմա սիրելիներս, չէ, հիմա նույն բանը վերաբերվում է այդ իմաստությանը, իմաստությունը ինքը բնականից հարգանք է բերում մարդուն, չէ, հիմա, և մարդը ինքը կարող է իր այդ հարգանքը օգտագործի, որպեսզի մարդկանց հաստատի իմաստության մեջ, և իր գեր նպատակը դա է, որ մարդիկ իրենք գնան այդ ճանապարհով և ստանան հոգևոր զարգացում, հա, և հակառակը, ինքը կարող է մարդկանց գլխին հրաժարման լոլոները կարդա, որպեսզի ինքը վայելի իր իմաստունի փառքը։ Գնացինք հաջորդը, դհյանան, այսինքն այդ ինչ-որ սովորաբար ասում են յոգա, դրա համար ես յոգա ասեմ, որ ձեր համար պարզ լինի, հա։ Գնացինք յոգա։ Յոգան ինքը նույնպես, չէ, կարող է լինել, կենդանյակը ինքը կարող է հույս դնել իր ուժերի վրա և կարող է օգտվել հոգևոր ուսուցչի և Աստծո ուրեմն օգնությունից։ Յոգայի համակարգում իրականում այնտեղ էլի յոգայի համար գերագույն աստվածը դա Տեր Շիվան է, որովհետև ասված է, որ բոլոր գերբնական հզորությունները, բոլոր մուդրաները, բոլոր ասադաները դա ուրեմն սովորեցնում է Տեր Շիվան, ինքն է հիմնադիրը այդ ամենի։ Եվ առանց նրա հովանավորության, առանց նրա ուրեմն բանի բլագասլավենիա օրհնության, հա, ոչ մեկ իրականում յոգայի մեջ չի կարող լինել վերջնականում հաջողակ, հա։ Հիմա տեսեք, այստեղ նույնն է կատարվում։ Այն անձնավորությունը ինքը կարող է գա եւ միայնակ փորձի, ուրեմն կարգավորի իր մարմինը, ինքը իր համար ինչ-որ վարժություններ հորինի, իր փորձով գա, հաստատվի, հասկանա, որ այս ինչը այսպես պիտի անի, ինչը այնպես պիտի անի, ինչի համար, որ վերջնականում կարողանա լոտոսի դիրքում երկարատև նստի։ Այդ բոլոր վարժությունների վերջնական իմաստը դա լոտոսի պոզան է, հասկանում եք։ Ինչու համար, որովհետև երբ որ մենք խոսում ենք միտքը կենտրոնացման մասին, չէ, որտեղ կենդանյակը ինքը պետք է մեդիտացիայի մեջ մտնի, և մեդիտացիայի մեջ մտնի այնքան խորը, որ վերջնականում հասնի սամադհի վիճակին, չէ, իսկ սամադհի վիճակը դա մի վիճակ է, երբ որ կենդանյակը ինքը մարդը ինքը այլևս ոչ արտաքին աշխարհի ոչ մի ազդակներին ռեակցիա չի տալիս։ Հասկանում եք, բացարձակապես ոչ մի ռեակցիա չի տալիս։ Եվ սա ինքը բան է, էլի, միակ գործոնն է, որտեղ մենք կարող ենք համարել, որ անձնավորությունը ինքը ճիշտ անցնում է յոգայի պրոցեսը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա ուրեմն եւ ինքը կարող է ընդունել հոգևոր ուսուցիչ, որը ինքը քաջ տեղյակ է, արդեն այ դրա նորմալ Տեր Շիվայի ձեկող, ուրեմն յոգայի համակարգին, շնչառական վարժությունների արվեստին, չգիտեմ, մարմնի վարժությունների արվեստին, չէ, եւ այ վերջնականում ինքը կարողանում է իր աշակերտին տանել եւ նախապատրաստել սամադհի համար։ Եվ յոգը ինքը խորասուզվում է այդ սամադհի մեջ, չէ, եւ հիմա այ ասվում է, որ երբ որ անձնավորությունը ինքը սկսում է յոգայով զբաղվել, հա, այսինքն ինքը սկսում է կարգավորել իր մարմինը, հատկապես կարգավորել շնչառությունը եւ մարմնի մեջ հոսող օդի բաները, պատոկի հոսքերը, հա, երբ որ հատկապես երբ որ այդ process-ն է տեղի ունենում, ազնվորությունը ինքը ձեռք է բերում գերբնական ուժեր։ Եվ արիացիները իրենք դա, ասենք, տեսեք հիմա, մոտեցեք ցանկացած քրիստոնյայի, ինքը կասի, վայ, այնո որ
պայծառատես է, ինչ-որ մի բան է տեսնում, չգիտեմ, ինչ-որ մի բան է քանդի, այդ ամեն ինչը սատանայից է։ Ուրեմն, աստվածային հոգևոր ճանապարհի փուլերից մեկում ազնվորությունը ձեռք է բերում գերբնական ուժեր։ Հա? Եվ ինքը քրիստոնեությունը իր մեջ պարունակում է հազարավոր այդպիսի ռեալ իրական սրբերի, չէ, օրինակ ես տեղյակ չեմ, բայց ինչքանով որ ես տեղյակ եմ, այդ հանգամանքը ինձ շատ տխրեցնում է, որ ասենք հայ առաքելական եկեղեցին այս պահին իր մեջ չի պարունակում ճգնավորների։ Հասկանում ենք։ Այսինքն մենք չունենք այդպիսի եկեղեցիներ, որոնք օրինակ ասենք մենք տեսնում ենք, որ կային հներում, չէ՞։ Օրինակ ես ձեզ ասել եմ, որ երբ որ մենք շատ ծանր էինք ապրում, ես հույս անգամ չունեի, որ երբևիցե կարողանամ հայտնվել Հնդկաստանում եւ ասենք մանգամեն դեղի սրբավայրերում, որը կախված է արիական քաղաքակրթության հետ, եւ ես այդ ժամանակ որոշում ընդունեցի, որ ես Հայաստանում կանցնեմ 108 եկեղեցի։ Եվ այդտեղ արանքում մի իրադրություն եղավ, որը ես հիմա չեմ կարող արտաբերել, որտեղ քրիստոնյաները ինձանից կնեղանան, որը ինձ դրդեց, որ ես սկսեմ գնալ ոչ թե գործող եկեղեցիներ, այլ գնամ ուրեմն այդ լքված եկեղեցիները։ Ու գիտեք, ես ձեզ ասեմ, էլի, այդ լքված եկեղեցիները իրանք մեկ-մեկ այնպիսի վայրերում են գտնվում, որ դու նույնիսկ չես կարողանում պատկերացնել, թե այս եկեղեցին ինչպես են ընդհանրապես պատրաստել։ Հասկանում եք։ Այսինքն ինչ են արել, էլի, ասենց հատ-հատ ավանակների վրա դրել են մի 10 հատ քար, Զորովիչը մի հատ բարակ բանով բարձրացրել են այդտեղ։ Այդ вообще ո՞նց հայտ գնացել, էլի։ Մեր հասկանում եք։ Որովհետև սարերում, սարերի գլխին հերու չգնանք, вообще, այսինքն որ բոլորս գիտենք, հենց թեկուզ Գառնիում, այդ Գառնու եւ Գեղարդի արանքում գտնվող այն ափին, բան, Մայրիկ Աստվածածնի եկեղեցին, որը քանդված է, կամ ամենափրկիչը, որը քանդված է, Սարի գագաթին, ուրեմն եկեղեցի է, չէ՞։ Ես հիմա հարցնում եմ, այդտեղ ով է ապրել։ Հասկանում եք, այդտեղ ապրել են այն լուրջ քրիստոնյաները, ովքեր որ գնացել են հրաժարման ճանապարհով, չէ՞, եւ նրանք բոլորը անպայման ինչ որ մի փուլի ձեռք են բերում գերբնական ուժեր։ Կամ կարողանում են մարդկանց ձեռքերով բուժել, կամ կարողանում են, չգիտեմ, այ մարդկանց թիթեռնիկ դարձնել, կամ հասկանում եք, այ գերբնական ուժեր են ձեռք բերում։ Չէ՞։ Եվ եկեք չմոռանանք, էլի, որ այն ազնվորությունը, որին մենք կոչում ենք Գրիգոր Լուսավորիչ, որի այդ անվանման հետ ես թողից բոլորը դերեն, բայց այդքան էլ համաձայն չեմ, հա, ինքը գերբնական ուժեր է ձեռք բերել, որի միջոցով արքայի հետ ինչ ուզեց արեց, չէ՞։ Նրա շնորհիվ, որ ինքը այդքան երկար գտնվել է մեկուսի վայրում, բացարձակ մթության մեջ եւ մենակ։ Հասկանում եք, այսինքն այդտեղ մարդու հետ, որ ինքը չի շփվում եւ իր միտքը օբյեկտներ չի ընկալում եւ բան ուղեղը ինքը զբաղված չի այդ օբյեկտների ինֆորմացիան մշակելով, չէ՞, այնտեղ այդ ամբողջ ներքին աշխարհը ինքը գնում է դեպի իր ներքին պոտենցիան, պատկերավոր ասած, որտեղ ուրիշ զբաղմունք չունի եւ սկսում են արտահայտվել այն բոլոր շնորհերը, որ իրականում ցանկացած մարդ ունի, եթե ինքը փորձի դրանով լուրջ զբաղվել։ Հասկանում եք։ Այո, իհարկե, երբ որ գերբնական ուժերը իրան գտնվում են այն ազնվորությունների հովանավորության տակ, ովքեր որ իրենք տգիտության եւ կրքի գոյավիճակի ազդեցության տակ են, իրանք իհարկե շահագրգռված են, որ կոպիտ ասած պայծառատես լինեն միայն իրանք։ Հա, եւ եթե սովորական մարդը ինքը այսպես էլի, այսպես պատրաստի է
պատրաստ մարդ է, որ կարող էր իր մեջ իր այդ գերբնական հզորությունները արտահայտվեր, եթե դուք հանկարծ հանդիպեք այդպիսի պայծառատեսի, ինքը անպայման այնպես կանի, որ փակի ձեր ճանապարհները, որ դուք հանկարծ պայծառատես չդառնաք։ Չէ՞։ Եվ իրանք իրար մեջ, եթե դուք իրանց հետ երկու անգամ շփվեք, դուք կտեսնեք, որ իրանք իրար մեջ իրար մշտական վնասներ են հասցնում, որպեսզի կարողանան այնպիսի մի հատ թուղթուգիր անեն այդ դիմացի պայծառատեսին, որ ինքը կոպիտ ասած գնա եւ մահանա ընդհանրապես։ Այսինքն այդտեղ այդ բանն էլի տգիտության եւ կրքերի գոյավիճակի մթնոլորտն է իշխում, որտեղ ոչ մի արդարություն, ոչ մի բարիություն չկա։ Հասկանում եք, բայց մենք պետք է հասկանանք, որ գերբնական ուժերը իրանք այսպես ոչ սատանայինն են, ոչ էլ Աստծունը։ Անձնավորությունը ինքը իր մեջ այդ պոտենցիան պարունակում է։ Ինչ որ մեկի մոտ այդ պոտենցիան արտահայտվում է, ինչ որ մեկի մոտ ոչ։ Ընդ որում, այդ գերբնական ուժերը իրենք արտահայտվում են երկու տեսքով։ Մեկը դա հենց ինքը անձնավորությունը բացվում է հենց իր հզորությունը։ Եվ ինքը դրանով, կոպիտ ասած, ոչ մեկին պարտական չի։ Ես մի անգամ այդ թեմայով արդեն խոսել եմ։ Եվ կան ազնվորություններ, որոնք իրենք դու սովորաբար ասում են պապական սուրբ ունեն։ Հա, ես եթե ճիշտ եմ հիշում, պատմել եմ կամ ձեզ եմ պատմել կամ աշակերտներիս, որ ես մի անգամ այդպիսի փորձ եմ ունեցել, հա, այդ պապական սուրբ ունեցող մի կնոջ հետ, որը վերջում պարզվեց, որ այդ պապական սուրբը ինքը երազներով եկող մի հատ թուրք կին է։ Չեմ պնդում, որ վնաս էր տալի, որովհետև կոպիտ ասած այդ զորությունը խաչի տակ էր աշխատում, էլի, եթե շատ կոպիտ ասեմ, հասկանում եք, բայց միևնույն է, բոլոր դեպքերում ուզում եմ ասեմ, եթե որ սուրբ են ասում, չէ՞, այդ սպիտակ միշտ չի, որ իրոք սուրբ է կանգնած։ Հասկանում եք։ Կամ ասենք, ինչ է, Նարեկացին չի եղել գերբնական ուժերի տեր։ Բայց Նարեկացու գերբնական ուժերը բացվել են այրա ճգնությունների հաշվին։ Հա, ես միշտ ասել եմ, ասում եմ, նորություն չեմ ասում, լիքը մարդիկ կան, որոնք պատշաճ կերպով են իրան վերաբերվում, բայց այո, ես էլ եմ պատկանում այդ մարդկանց թվին, ովքեր որ համարում են, որ Նարեկացին ինքը ամբողջ քրիստոնեության համար շատ ծանրակշիռ սուրբ է։ Եվ ամեն մի սուրբ, ամեն մի ազնվորություն, որը քրիստոնեության մեջ սուրբ է հայտարարված, հա, չունի այն գրվածքը, ինչ որ ունի Նարեկացին։ Ինքը շատ բարձր կալիբրի սրբության տեր ազնվորություն է։ Սա պիտի հասկացվի եւ ես միշտ ասում եմ, որ ես շատ ցավում եմ, որ հայերը Նարեկացու ուրեմն գրվածքը օգտագործում են միայն բարձի տակ, գլխի տակ դնելու համար, որպեսզի լավանան։ Այդ մարդու վերաբերմունքը կրոնի հանդեպ, այդ դա է։ Միայն շահագործողի տրամադրություններով ինչա կարելի է այստեղից ստանալ, հա, եւ հոգեվոր աճի մասին ոչ մեկ չի մտածում։ Թեկուզ իհարկե կան ազնվորություններ, գիտեք, Նարեկացու բառերը իրենք կիրառելի են, ինչպես ես օսարնակ ասենք Բաքսիվիդոն Թակուր եմ քննարկում շաբաթօրերը, չէ, եւ ես ամեն անգամ դա ասում եմ, որ հիմա քննարկվում է մի գիտելիք, որը չունի կրոնական պատկանելիություն, եւ ինչ կրոնի ուզում է մարդը պատկանա, ինքը կարող է այս գիտելիքը օգտագործել, որպեսզի հեշտացնել իր հոգեվոր կյանքը։ Չէ, ես դա միշտ ասում եմ։ Այն Նարեկացին էլ ենք այդպիսին։ Հասկանում եք, անկախ նրանից, թե մարդը ինքը ինչ կրոնական պատկանելիություն ունի, ինքը կարող է օգտվել Նարեկացու գրվածքից, եթե գտնվում է այն փուլում, երբ որ պիտի հասնի հրաժարման բարձր մակարդակի։ Հա, այսինքն երբ որ իր սիրտը պիտի մաքրի այն ամեն ինչից,
ինչը որ կենդանեակին դարձնում է կապված նյութական աշխարհի հետ։ Եվ ուրեմն մենք հիմա շեղվեցինք, այսինքն խոսակցությունը գնում է գերբնական ուժերի մասին։ Գերբնական ուժերը իրենք ոչ սատանայից են, ոչ Աստծուց են, որովհետև ամեն ինչ է Աստծուց, եւ կենդանեակները իրենք կարող են այդ գերբնական ուժերը վերցնել եւ օգտագործել իրանք երկու ուրեմն բաների մեջ, երկու տրամադրության մեջ, վնաս իրականացնելու համար եւ օգուտ։ Հասկանում եք, այդ դրա համար հիմա ինչ է ասում Պարիքշիտ Մահարաջը, չէ, ինքը ինչ հարցրեց։ Իր հարցը հենց կանում էր դրանում, չէ։ Ուրեմն ինչ ուժ են ձեռք բերում այդպիսի անձնավորությունները եւ այդ գերբնական ուժերը վերջնականում ինչի են օգնում, որ այդ անձնավորությունները ինչի հասնեն։ Եվ եթե արդեն կենդանեակը ինքը գերբնական ուժեր ունի, չէ, ինչպես է ինքը խզում կապը իր նուրբ մարմնի հետ։ Այսինքն տեսեք ինչ այդ հարցերը ինչ է նշանակում։ Որ Պարիքշիտ Մահարաջը ինքը քաջ տեղյակ է, թե ինչ նյութական արդյունքներ է տալիս յոգան, եւ իրականում այդ նյութական արդյունքները ինչպես կարելի է օգտագործել հոգևորի մեջ, որովհետև յոգերը իրանք, այսպես էլի, իրանք դուրս են գալիս նյութական աշխարհից եւ ամենակարևորը անում են դա սեփական ուժերի հիմքի վրա, այսինքն իրանք իրանցով են վերանցում նյութական աշխարհի բոլոր էլեմենտները, հողը, կրակը, ջուրը, հիշում եք, երբ որ մենք քննարկում էինք հյութիշիրային, կամ հատկապես երբ որ քննարկում էինք դրիտարաշտրային, չէ, դեռ ինքը ասեցինք վերադարձրեց հողը իր մեջի եղած հողը հողին, կրակը կրակին, ջուրը ջրին, օդը օդին եւ այրեց իր մարմինը։ Էդ ինչի հաշվին արեց։ Գերբնական ուժերի։ Եվ մենք ձեզ հետ շատ նկարագրեր ենք ստանալու, երբ որ ազնվորությունը ինքը նստում է հոգևոր կյանքի, հոգևոր առաջընթացով զբաղվելու համար, արագ հասնում է միստիկական կատարելության, զարգացնում է գերբնական հզորություններ եւ այդ գերբնական հզորությունների շնորհիվ վերանցում է նյութական աշխարհի բոլոր շերտերը եւ դուրս է գալիս հիմա այսպես։ Տեսեք, եթե գյանիները, այսինքն իմաստունները, իրենք իմաստության հաշվին, կարողանում են կանգնացնել մտքի աշխատանքը։ Եվ երբ որ իրանք կանգնացնում են մտքի աշխատանքը, իրանց վրա դադարում է գործել ժամանակը։ Մենք ձեզ հետ դա խոսել ենք, չէ՞, որ ասենք կոնկրետ գոյություն ունի, այսպես մեխանիկական գործողություններ, որի շնորհիվ կենդանեակը ինքը կարող է դուրս պրծնել, ազատվել նյութական աշխարհի ազդեցությունից, չէ՞։ Հիմա տեսեք, այդ նյութական աշխարհի ազդեցությունը, չէ, ինքը իրականացվում է տարերքների միջոցով։ Եվ իրականում կենդանեակի վրա եւ քանի դեռ աշխատում է ժամանակը, այսինքն կենդանեակը ունի անցյալ, ներկա եւ ապագա։ Միտքը ինքը ողբում է անցյալի մասին, ցանկություններ է ձևավորում ներկայում եւ պլանավորում է ապագան։ Այքանի դեռ միտքը ինքը զբաղված է այս երեք գործերի մեջ, դա նշանակում է կենդանեակը ինքը գտնվում է ժամանակի գերության մեջ։ Ինքը ինչքան էլ ուզում է, կներեք կոպիտ պիտի ասեմ, ինչքան էլ ուզում է թպրտա, չի կարող ժամանակի ազդեցությունից դուրս գա։ Եվ ազատագրումը ինքը գալիս է, երբ որ կենդանեակը ինքը չի ողբում անցյալը, երբ որ ինքը չի ողբում անցյալը, դա նշանակում է, որ ինքը ճիշտ է վայելել այն ամենը, ինչ որ իրան տրված էր վայելել, եւ ինքը ճիշտ է, ճիշտ եզրակացությունների է եկել
բոլոր տեսակի փորձություններով անցնելով։ Ինչ է նշանակում ճիշտ է վայելել։ Նյութական աշխարհում ամեն ինչը ժամանակավոր է։ Եվ այո, կան վայելքներ, որոնք գալիս են մեր կյանք, կամ հենց ծնված պահից մեզ տրվում են, եւ եթե դա ծնված պահից է տեղի ունեցել, դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը պաշար ունի բարեպաշտության իր անցյալ կյանքերում, եւ իրան այս կյանքում տրված է հնարավորություն վայելել։ Բայց կան վայելքներ, որոնք մեզ տրված են ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ կան վայելքներ, որոնք մեզ տրված են ժամանակավոր։ Ընդ որում, նույն բանը կարող է մեզ տրված լինի ժամանակավոր, իսկ կարող է տրված լինի ողջ կյանքի ընթացքում։ Օրինակ, դուք կարող եք ունենալ շատ գեղեցիկ արտաքին։ Եվ երբ որ դուք այդ գեղեցիկ արտաքինը ունեք, չէ՞, այդ արտաքինը ինքը կարող է մնալ գեղեցիկ մինչև կյանքի վերջ։ Դուք կարող եք ունենալ գեղեցիկ արտաքին։ Եվ օրերից մի օր, օրինակ, ընկնեք վթարի տակ եւ ձեր մարմինը այլանդակվի։ Եղավ ժամանակավոր։ Դուք կարող եք ծնվել հարուստի ընտանիքում։ Եվ դա նշանակում է, որ ձեզ տրված է վայելել հարստություն։ Եվ այդ հարստությունը ինքը կարող է ձեր հետ մնալ մինչև ձեր կյանքի վերջը։ Եվ դուք հանգիստ վայելեք այդ ամեն ինչը։ Դուք կարող եք ծնվել հարուստի ընտանիքում, եւ այդ հարուստի ընտանիքը կարող է 15 տարի հետո սնանկանալ։ Եվ դուք կարող եք հայտնվել բոմժի կարգավիճակում։ Հասկանում եք, այսինքն, եւ տառապանքը ինքը կարող է լինել ժամանակավոր եւ ամբողջ կյանքի համար։ Եվ մենք բազմաթիվ այդպիսի, հատկապես մեր ժամանակներում, այդպիսի պատմություններ գիտեինք։ Կարծում եմ, որ հիմա աշխարհը սարքում են այնպես, որ էլ չիմանանք այդպիսի պատմություններ, հա, բայց գիտենք, որ կար ինչ-որ մի ժամանակաշրջան, որտեղ գործում էին մարդու իրավունքները եւ երբ որ գործում էին մարդու իրավունքները, բազմաթիվ պատմություններ կային, երբ որ ցածրխավի անձնավորությունը ինքը կարող էր բարձրանալ ամենաբարձր բարձրուկներին։ Ну, հատկապես դա արդիական էր սովետական միության մեջ, որտեղ ինքը կառուցվածքը պարտավորված էր այդպիսի օրինակներ ունենալ։ Դրա համար թույլ էր տալիս, որպեսզի ասենք, որբանոցից դուրս եկած երեխան դառնա ակադեմիկոս, չէ՞։ Կամ եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդը ինքը այս սկզբում ուներ տառապանք։ Հետո իր տառապանքը կանգնեց։ Չէ՞, իսկ կան անձնավորություններ, որ իրենք հայտնվել էին որբանոցում, հա, եւ հետո էլ դարձան հանցագործներ եւ հայտնվեցին ավելի վատ պայմաններում։ Այսինքն, եւ տառապանքը եւ երջանկությունը իրանք կարող են կենթանիակին տրվել ամբողջ կյանքի համար եւ ժամանակավոր։ Ինչ է այսքանը խոսում եմ, որ այս հարցին պատասխանեմ։ Ինչ է նշանակում ճիշտ է վայելել իրեն տված երջանկությունը։ Ճիշտ է վայելել իրեն տված երջանկությունը, դա նշանակում է, որ երբ որ այդ երջանկությունը ինքը անհետացել է, հա, ազնվորությունը ինքը շնորհակալություն է հայտնել ճակատագրին, որ գոնե ինչ որ մի ժամանակահատվածք այդ երջանկությունը ունեցել է։ Հա, то есть շնորհակալություն է հայտնել եւ ասենք попрощался եւ հրաժեշտ է տվել, հա, եւ հրաժեշտ է տվել տվյալ երջանկությանը։ Եվ կոպիտ ասած, պատկերավոր ասած, պատրաստ շուռ է եկել դեպի կյանքը, որպեսզի ընդունի այն, ինչ որ հիմա պատրաստվում է գալ իր կյանք։ Եվ սա նշանակում է, որ ազնվորությունը ճիշտ է վայելել։ Եվ ինքը կարող է ունենալ միայն դրական հիշողություններ, որ այդպիսի փորձ է ունեցել, հա, եւ չի ողբում նրա մասին, որ դա ավարտվել է։ Որովհետև ինքը քաջ հասկանում է,
որ ցանկացած բան, որը հայտնվել է իր կյանքում, իսկ հետո անհայտացել, դա նշանակում է, որ ճակատագրով անցյալ կյանքերի գործած գործողությունների հիմքի վրա այդ կենդանեակին այդքանն էր տրված վերապրել։ Հիմա տառապանքը, չէ՞, երբ որ կենդանեակը ինքը տառապանք ունի, եւ այդ տառապանքը չի վերջանում, ազնվորությունը ինքը կարող է մշտական ողբով լցված լինի այդ թեմայով, որ ում է ինչ արել, ինչու եմ ծնվել այդ սրիկա ծնողների մոտ, որոնք ինձ տարել են մանկատուն, եւ ես արժանացել եմ այսպիսին ասեմ ասած, ուրեմն կյանքի, անիծված լինի իմ ճակատագիրը, եսի մեզ են, չէ՞, գիտելիքի մեջ հաստատված մարդը, ես չեմ ասում, որ հեշտ է լինել աղքատ, հեշտ է լինել որբ, մենք հիմա դա չենք քննարկում, մենք քննարկում ենք վերաբերմունքը, երբ որ ազնվորությունը ինքը գիտելիքի վրա է հենված, ինքը հասկանում է, որ այդ իրավիճակները իր մոտ գալիս է, եկել են իր արարքների հիմքի վրա, անցյալ կյանքից, հասկանում եք, սիրելիներս, չէ՞, եւ ինքը ունի հավասարակշիռ վերաբերմունք դրան, սա նշանակում է, всё, միտքը կտրված է անցյալից, ընդ որում, տառապանքից միտքը կտրվում է, երբ որ ազնվորությունը ինքը մի հատ գործընթաց է անցնում, երբ որ այն տառապանքները, որ իրեն են բաժին ընկել, ինքը գալիս է այն եզրակացության, որ այդ նույն տառապանքը ես ոչ մեկին չեմ պատճառելու, այսինքն ինքը իրականացնում է, որովհետև մարդիկ կան, որ ասենք իրանց մոտ կյանքում կարող է պատահի, օրինակ ես այդպիսի անձնավորություն գիտեմ, որը ինքը իր անձնական կյանքում երիտասարդ տարիքում բավականին չեմ ժխտում, լուրջ հարված է ստացել, երբ որ ասենք իրան ինքը ասենք մեծ կորուստ է ունեցել, ասենք սիրո մեջ, հա, եւ ասենք տեսեք մարդը ինքը ցավ է ապրել, չէ՞, բայց հետո երբ որ նայում ես, տեսնում ես, որ ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում, իր ամբողջ շրջապատի մեջ ոչ մեկին թույլ չի տվել սիրո մեջ լինել երջանիկ, այսինքն մուռ է հանել ամբողջ կյանքում, նրա համար, որ իրան էլ բռնի ուժով, բան են արել էլի, զրկել են իր երջանկությունից, եւ ինքը իր ամբողջ կյանքում այդ նույն բռնությունը, հիմա այսպես, 100 անգամ ավելի դաժան ձևերով իրականացրել է իր ամբողջ շրջապատի վրա, որպեսզի հանկարծ ոչ մի շնչող մարդ իր շրջապատում, այսպես սիրուց եկող մի գրամանոց ուրախություն չապրի, հասկանում եք, սա նշանակում է ոխերի բան էլի, ոխ հանելը, չէ՞, եւ այս ճանապարհը ինքը իրականում կենդանեակին, եթե ես կրոնական լեզվով ասեմ, իհարկե տանում է դեպի դժոխք, բայց դեպի զարգացում, մենք հիմա քննարկում ենք միտքը, չէ՞, բայց դեպի զարգացում իրան տանում է, այդ բանը ինքը կանգնում է, երբ որ կենդանեակը գալիս է այդ եզրակացության, որ այն տառապանքը, որը ես եմ տեսել, թող ինձանից բացի ուրիշ ոչ մեկ չտեսնի, այսինքն իմ վրա թող այդ տառապանքը վերջանա, всё, այն միտքը կտրվեց, եւ մենք քննարկեցինք եւ լավ ճակատագրից եւ վատ ճակատագրից, հասկանում եք, որովհետեւ երբ որ կենդանեակը ինքը լավի մասին է ողբում, ինքը սկսում է ճիքեր գործադրել, որ այդ լավը կրկնի, դա երկարացնում է իր նյութական գոյությունը, եթե ինքը վատի մասին է ողբում, ինքը ողակալություն է ուզում, իսկ մենակ այնքան բանը, որ ինքը սկսում է, օրինակ ինչպես ես այդ օրինակը բերեցի, անմեղ մարդկանց հիմա նույն տառապանքը տալի չի մեջով, որ հələ 100 անգամ ավելին, քան ինքն է անցել, հասկանում եք, որտեղ եթե իր մոտ մի անգամ են այդ սիրուն վնաս է, հետո ինքը ինչ ուզե արել է, ինքը ամեն մի մարդու, այսինքն ամեն մի սիրո վրա այդ նույն բանը, այդ նույն հարվածը, այդ նույն տառապանքը տվել է, հասկանում եք, չէ՞, սա ինչ է նշանակում, որ ինքը իր համար նյութական ապագա է, չէ՞ պատրաստ է,
որ ինքը այդ ամեն մի գործողության համար պատասխան է տալու, այնքան որ այդ արել է, այդքան կյանք իր հետ նույն բանն են արելու։ Հասկանում եք։ Եվ այդտեղ ներում բեկում չկա։ Ինչ որ բաներ կան, որ ինչքան էլ ուզում եմ եք Աստծուն ասենք կներես, այնքը պիտի պարզ տեսնի, որ դու ռեալ ամոթից գետինն ես մտնում քո արածի համար։ Այլ ոչ թե ձևացնում ես, որ կներես, բայց հետո հենց որ մեկը հայտնվում է, որ աչքի մեջ մի հատ ուրախություն տեսնես, ապայբան գնում ես նրա հետևից, որ այդ ուրախությունը ոչնչացնես։ Այդտեղ այդ կներեսը չի անցնում։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այնքը ֆունկցիան կտրեց անցյալից։ Հիմա ներկան։ Ներկայում կենթանիակը ինքը այն մշտական ինչ-որ օբյեկտներ է ընկալում։ Չէ՞։ Ու այդ ամեն ինչը ինքը գիտեք ինչպես է գործում, էլի։ Ավելակ ասենք ես ձեզ միշտ ասում եմ, չէ՞, որ տունը, որտեղ ես ապրում եմ, ես այդ տունը շատ սիրում եմ։ Եվ որ ասում են թու, աչքով չտամ։ Չէ՞, այդ տեսեք, այն նույնիսկ այ դա, եթե մի թեթև սխալ երանք, այսինքն մի թեթև հավասարակշիռ վիճակից դուրս գա այդ վերաբերմունքը, չէ՞, ինքը կարող է դառնալ հաջորդ կյանքի պատճառ։ Հա? Եվ որ դու նույնիսկ մտքիդ մեջ այդպես չես էլ մտածում, բայց դա արդեն քո մտքի մեջ կա, որ դու միշտ կուզենայիր ունենայիր այդպիսի տուն։ Այսինքն մյուս կյանքով նույնպես, որքի այ հարմարավետ տուն ունենալը լավ է։ Չէ՞։ Եվ ենթագիտակցությունը ինքը սկսում է աշխատել դրա վրա, որ այ ոնց անեմ, որ ինքը հաջորդ կյանքում իր համար այն նույնպես հարմարավետ տուն ունենա։ Հասկացաք, չէ՞, այսինքն ամենը շատ նուրբ է։ Ուրեմն այ եթե միտքը ինքը ընկալում է արտաքին աշխարհը, լինի դա մարդիկ, լինի դա կենդանիներ, լինեն դա առարկաներ, ոչ մի կապ չունի, եթե մենք ինչ-որ կապվածություններ ենք զարգացնում ներկայում, մենք մեսաբար նույնպես արդեն պատրաստում ենք ապագան։ Ինչու՞, որովհետև միտքը ինքը միանգամից սկսում է պլանավորել ապագան, որպեսզի այդ ցանկությունը իրականացնի։ Всё, մենք այսպես մնացինք ժամանակի այսպես բանի մեջ, փականի մեջ։ Եվ այդտեղ հնարավոր չի նյութական աշխարհից դուրս բրծնել։ Դրա համար արիացիները իրանք մեխանիկորեն են ասում են միտքը պիտի դադարի ողբալ, պիտի դադարի ցանկանալ, պիտի դադարի պլանավորել։ Միայն եւ միայն այդ ժամանակ է, որ կենթանիակը ինքը կարող է նյութական աշխարհից դուրս բրծնել։ Եթե իր միտքը չի զրոյանում, ինչ ուզում է ինքը աղոթի, ինչ կրոնականությամբ ուզում է զբաղվի, ինքը մնում է նյութական աշխարհում, ուղակի կամ գնում է դժոխք, կամ ծնվում է մեր մոլորակի նման միջին մոլորակներում, կամ էլ գնում է դրախտ։ Դրախտը դա հոգևոր աշխարհը չի։ Հասկանում եք։ Դա մաքսիմալ նյութական երջանկություն վայելելու վայրն է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս ամեն ինչը, չէ, ինքը շատ կարևոր է։ Դրա համար Պարիքշիտը ինքը հարցնում է, ինչպես է այդ ազնվորությունները, իրանք ինչպես են կտրում իրանց կապը նուրբ մարմնի հետ։ Ինչու հենց նուրբ։ Որովհետև իրականում, չէ, յոգերը դա անձնավորություններ են, որոնք կոպիտ մարմնի հանդեպ կապվածությունը արդեն կորցրել են։ Այդ կապվածության կորուստն է, որ հիմք է դառնում սամադհի, որ անձնավորությունը ինքը ինչ է նշանակում։ Մարդը ինքը կարող է 10,000 տարի անշարժ նստել, հա։ Իրա մկանները կարող են չորանալ, իրա վրա կարող է մնա միայն ոսկորն ու կաշին, իսկ ինքը մնա կենտրոնացած։ Ինչ է դա նշանակում։ Բացարձակապես արամարում է, չէ՞, նյութական մարմնի կարիքները։ Այսինքն նյութական մարմնի հանդեպ կապվածություն չունի, բայց ո՞րն է իրա զենքը, որով ինքը օգտվում է հոգևոր կյանքում առաջ գնալու համար, Աստծուն հայտնաբերելու, իր հոգին հայտնաբերելու համար։
դա իր միտքն է, այսինքն նուրբ մարմինը, չէ՞։ Այմա Պարիքշիտը ինքը սա է հարցնում, օրինակ փաստացի ինքը հարցնում է, որ ինչպես է անձնավորությունը, որը հենված է նուրբ մարմնի հզորության վրա, հնարավորությունների վրա, ինչպես է ինքը կապը խզում այդ էլեմենտի հետ։ Հասկանում եք։ Եվ սա էր Պարիքշիտ Մահարաջի հաջորդ հարցի էությունը, հա։ Եվ դրանից հետո ինքը հարցրեց պատմական գրվածքների էության մասին։ Հայտնի է, որ մենք կարողանում ենք պատկերացումներ կառուցել մարդկության գոյության անցյալի մասին, երբ որ հայտնաբերում ենք, այսպես կոչված պատմաբանների գրվածքները, որոնք իրենք նկարագրում են իրականությունը իրենց կյանքի հետ կապված։ Եվ մենք կարողանում ենք տեսնել, չէ, որ ազնվորությունը ինքը ուրեմն երբ որ այդպիսի գրվածք է գրում, հետագայում մարդկությունը ինքը կարողանում է համ առաջի հերթին պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել անցյալը, իսկ երկրորդ հերթին կարողանում է այդ ժառանգությունից օգտվել, թե ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել մարդը։ Հասկանում եք, ծերուկներս։ Եվ հիմա Պարիքշիտ Մահարաջը ինքը այդ հարցն է տալիս։ Ասում է այդ պատմական գրականության իմաստը, ներքին իմաստը որն է, ինչու համար մենք պիտի դա բանանենք էլի, քննարկենք, կա արդյոք դրա մեջ հոգևոր իմաստ, թե իմաստը միայն նյութական է։ Եվ իհարկե, եթե պատմաբանորեն նկարագրվում է իրական կրոնական պետությունների պատմությունը, ապա մենք անպայման կարողանում ենք այդ դրա հիմքի վրա պատկերացում կազմել, թե ինչպես է կառուցված իրական հոգևոր դաշտը, ինչեր են այդտեղ տեղի ունեցել ժամանակի ընթացքում, ինչպես է կրոնականությունը ինքը մնացել հաստատված, ինչպես է ինքը պաշտպանել ինքը իրան, ինչպես է ինքը տարածվել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաստատվել նյութական, նաև նյութական երջանկության մեջ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ Պարիքշիտը հենց դրա մասին է հարցնում։ Խնդրում եմ բացատրիր ինձ, թե ինչպես են կենդանի էակները լույս աշխարհ գալիս, ինչն է պահպանում նրանց գոյությունը եւ ինչպես են նրանք ոչնչացվում։ Պատմիր ինձ նաեւ, թե որն է նպաստավոր եւ ինչն է խանգարում Տիրոջը նվիրված ծառայությանը։ Ինչ են իրենցից ներկայացնում վեդայական ծեսերը, որոնք են լրացուցիչ վեդայական ծեսերի հրահանգները, եւ ինչ պետք է անի մարդ, ով գնում է կրոնի, տնտեսական զարգացման եւ զգայական վայելքների ուղով։ Եվ այստեղ ուրեմն Պարիքշիտ Մահարաջը ինքը հարցեր է տալիս կրոնականության այդ առաջի փուլի վերաբերյալ, հա, որտեղ մենք բազմիցս մի նախադասությունով ասում ենք կարգավորվում է կենդանեակի նյութական գոյությունը, եւ այդ կարգավորումը ինքը տեղի է ունենում այն սկզբունքով, որ ազնվորությունը ինքը ազատվում է նյութական տառապանքից եւ հաստատվում է նյութական երջանկության մեջ։ Չէ՞։ Հիմա Պարիքշիտը ինքը հարցնում է, թե այդ ընթացքը, չէ՞, ինքը բաներ, ինչ պիտի անի այն ազնվորությունը, որը ինքը գնում է այդ ուղով։ Ընդ որում ինքը ասեց, գնում է կրոնի, տնտեսական զարգացման եւ զգայական վայելքի ուղով։ Այսինքն, երբ որ անձնավորությունը ինքը հոգևոր դաշտում է գտնվում, նյութական, ուրեմն բաներ, նյութական նպատակներ հետապնդելով, չէ՞։ Մենք պիտի հասկանանք էլի, որ երբ որ կենդանեակը ինքը այդ առաջի քայլը, որով ինքը մտնում է, չէ՞, տեսեք այդ վարդաշմը դարմա կոչվածի մեջ էվոլյուցիոն ճանապարհով գնալուց կենդանի էակը դուք մոտավորապես պատկերացնում եք, քանի կյանք է ծնվում կրոնի դաշտում հանուն նյութական արդյունքների։
Այս սկզբից ծնվեց բանվոր դասակարգում։ Այդ բանվոր դասակարգում ծնվում է այնքան, մինչև որ կզարգացնի այդ դասակարգին համապատասխան որակավորումները։ Երբ որ այդտեղ դարձավ վարպետ եւ որակների եւ մասնագիտական իմաստով, ծնվում է հաջորդ կաստայում, հա, առևտրականների, արդյունաբերող առևտրականների կաստայում, այնտեղ ծնվում է ամենացածր դիրքում, հա, եւ զարգանալով կյանքից կյանք, այդ դրա մեջ ծնվելով, վերջնում ծնվում է որպես օլիգարխ, հա, երբ որ ինքը ծնվեց որպես օլիգարխ, դա իր վերջի ծնունդն է այդ առևտրականների կաստայում։ Մյուս կյանքում ինքը ծնվում է իշխանավորների կաստայում, բայց ծնվում է կամ որպես, հայերեն չգիտեմ, էլի, կամ որպես չինովնիկ, հա, կամ որպես բան, սալդատ, զինվոր, այմինը սալդատ, պաշտոնով էլի, հասկացաք, չէ՞, հետո սկսում է կամաց-կամաց զարգանալ։ Այս չինովնիկը դառնում է մինիստր, հետո գնում է ծնվում է արքա, չէ՞, եւ զինվորն էլ ինքը այդպես գնալով գեներալ, բարձրանում է նորից վերջում ծնվում է այդ արքայական իշխանության մեջ, էլի, եւ որ ինքը արդեն այդ բարձր կարգի իշխանության մեջ է ծնվում, նոր դրանից հետո ծնվում է բրահմանների, ուրեմն կաստայում։ Բրահմանների կաստայում ծնվում է որպես ամենացածր մակարդակ ունեցող բրահման։ Հասկացաք, չէ՞, ինչքան ճանապարհ է անցնում կենդանի էակը, այդ է, որ ընդհանրապես մի հատ նպատակ է հետապնդվում, որպեսզի կենդանի էակը ինքը վերականգնի իր վստահությունը Աստծո հանդեպ։ Այդքան կյանքեր շարունակ գերագույն Աստծո ազնվորությունը բարեպաշտության դիմաց ավելացնում է նյութական երջանկությունը, բարեպաշտության դիմաց ավելացնում է երջանկությունը, չէ՞, ու այդպես կյանքից կյանք, այնց Մարկով Կասպերիցի, այդ բանը, գազարը առաջը դրած, կենդանիակը ինքը իր նյութական գոյությունը շալակին, որը իր համար լրիվ ավելորդ է, չէ՞, այդ գազարը առաջը գնում է, որտեղ ամեն մի փուլի ամեն մի երկրորդ քայլի վրա Աստված մի հատ գազար դնում է իրան վերանը, հաջորդ գազարն է կախում, հասկացաք, եւ այդ ամեն ինչի գերագույն Աստծո միակ նպատակը ոչ թե նա է, որ կենդանիակը վայելի նյութական գոյությունը, այլ որ ինքը վերականգնի իր վստահությունը Աստծո հանդեպ։ Այ որ ինքը այս սենս տալիս է նյութական երջանկություն, վերջում պատկերավոր ասած հարցնում է, ասում է, հիմա համոզվեցիր, որ ինձ համար մեկ է, դու էգոիստ ես, թե ինչ ես, ես պատրաստ եմ քեզ բան անեմ, երջանկություն տամ, միայն մի բանի դիմաց, մի նեղացրու ուրիշներին։ Այ որ դու չես անում դա, համոզվեցիր, որ ես քո մասին հոգ եմ տանում ամեն ձևի, հա, եկար վերջում դարձար արքայական, այն որ սենց ամեն ինչը քոնն է ընդհանրապես դրախտային մոլորակներում, հա, այդը հիմա արի գնանք հոգևոր աշխարհ, արի գնանք տուն, այսա է Աստծո խոսակցությունը մեզ հետ, եւ Պարիշիտ Բահարաճը ինքը հենց սրա մասին է հարցնում, որ իրականում ինչով պետք է զբաղված լինի նա, ով որ այ կրոնականությունը ընդունում է այդ նյութական արդյունքներ ստանալու համար։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, տեսություն ձեզ։